Բարի լույս գործարարիքին միացած մեր հարգելի լսողներ եւ դիտողներ, միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը, կարող եք նաեւ մեզ դիտել թվային հարթակներում։ Թարմ ուղեղով այսօրվա իմ զրուցակիցն է Ավետիք Քերոփյանը, ռազմարտունաբերության կոմիտեի նախկին նախագահը, Հայաքվե միավորման խորհրդի անդամը, բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալություն պարոն Քերոփյան, որ այստեղ եք։ Երբ դուք գալիս եք այստեղ պարտադիր ծանրու, այսպես խնդրահարույց հարցեր ենք մենք քննարկում։ Լուրջ եմ ես մոտենում իմ հանրային դաշտում լրատվությանը կամ ակտիվությանը։ Հասկանալի է։ Ձեր հրապարակումները միշտ այդ թեմայով բավականին ծանր են լինում, վերջին հրապարակումներից էլ, որը բավականին այսպես քննադատությունների է արժանացել, ձեր հարցազրույցին հաջորդող հրապարակումը, որը կարծես թե 168 AM-ին էիք տվել, ճիշտ եմ հիշում։ Այո։ Դուք մարտական հենակետերի մասին եք ինչ-որ տեղեկացրել, որ խնդիրներ ունենք այդ մասով, զինվորների հասնելու պրոբլեմ կա։ Մի քիչ կմանրամասնեք ինչի մասին է եղել հարցը եւ ինչ խնդիրներ է առաջացրել եւ պաշտպանության նախարարության արձագանք փորձենք հասկանալ։ Խնդիրը, որ ես բարձրացնել եմ, իհարկե ոչ առաջինն է, ոչ էլ միակը, բազմաթիվ վկայություններ կան այն մասին, որ Սյունիքում գտնվող մեր որոշ դիրքեր զինվորները, որոնք գնում են հերթափոխելու այդ հենակետերում հերթապահություն իրականացնողներին, իրականում անցնում են ստորացուցիչ զննման միջով Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները զննում են եւ մեքենաները եւ զինվորների ձեռքի զենքը, զինամթերքը։ Դա հատվածում է հանրայնացման ենթակա է։ Համարներով ոչ չենք ասելու։ Մոնիկա ջան, իրականում կա հենց վկայությունները եւ այնտեղ ծառայողների եւ մարդիկ էլ շատ լավ գիտեն եւ պաշտպանության նախարարությունը եւ գլխավոր շտաբը էլ գիտեն, որ տեղանքի մասին է խոսքը։ Չեմ ուզում որ քաղաքացիները վերցնեն իրենց հեռունակարող լուսանկարչական կամ տեսագրման սարքերը գնան այդտեղ նկարեն եւ դա դառնա համազգային ամոթի թեմա, բայց փաստերը կան, վկայությունները կան եւ այդ իրավիճակը իրականում տևում է արդեն 4 տարի։ Այս վերջերս ինչ-որ մի բուտաֆորիկ քրեական գործ հարուցեցին պաշտպանության նախկին նախարար Աշոտ Կարապետյանի նկատմամբ, ինքը ընդհանրապես աչքից լույսը չի, ինքը շատ վատ բաներ ինքն էլ արել, բայց թեման վերաբերում էր հենց այդ ստեղծված իրավիճակին, որ թույլ է տվել այնպիսի իրավիճակ, որ մեր փաստորեն հենակետերը հայտնվում են շրջափակման մեջ եւ կա նաեւ ազգային ժողովի падգամավորների հարցումներ, այդ թվում նաեւ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովում, թե ինչ է կատարվում եւ պաշտպանության նախարարությունից տարբեր ժամանակներ պատասխան է եղել, որ մենք այդ դիրքերը չենք անում, որովհետեւ նման կլինի հող հանձնելու, թե չէ հանձնածները քիչ է։ Իրականում իմ հարցազրույցի եւ հարցազրույցից ռիլեր կտրվել, որը 160-ից ավել հազար դիտում ունի, մի քանի ժամվա ընթացքում 100-ից ավել մեկնաբանություն, որոնց մի մասը հայոյանքներ են եւ այսպես զզվանքի առնվազն, ասեմ, արտահայտումներ, մյուս մասը եւ ֆեյքեր եւ ոչ այնքան ֆեյքեր, իսկ մյուս մասը արդեն լրիվ իրական մարդիկ եւ տեղացիներ եւ այդտեղ ծառայություն իրականացրածներ, որոնք հաստատում էին իմ ասածը եւ ոչ միայն իմ ասածը, եւ կրկնում եմ, ես առաջի գործիչ չեմ, որ սա հանրայնացրել է, իզից առաջ խոսել է Համբարձումյան Արթուրը Գյումրեցի, որը շատ ակտիվ, այո, իհարկե, չի կարելի անուն չնշել, պետք է հղումները կատարել։ Ընդ որում լրատվամիջոցներից մի քանիսը։ Իսկ դուք այդ հատվածում անձամբ եղել եք։ Ես այդ հատվածը անձամբ գիտեմ։ Ես չեմ գնացել անցել այդ ուղեկալների միջով, որովհետև այդտեղ հասնելու համար պետք է լինես ակտիվ ծառայության մեջ։ Ինչու եմ հարցնում, պարոն Քերոփյան, որովհետև վերջին ժամանակներում նմանատիպ խոսակցություններ, երբ դաշտ է բերվում, վերագրվում է հատկապես իշխանության կողմից, որ սա հիբրիդային պատերազմի ինչ-որ մի փուլ է։ Դե իրականում հիբրիդային պատերազմը իրենք են իրականացնում մեր ժողովրդի հանդեպ, որովհետև այս ամեն ինչին որակել հիբրիդային պատերազմի ինչ-որ գործողություններ, երբ որ դա ճիշտ է, երբ որ դա պահանջում է անհապաղ գործողություն, եւ անգործությունը հավասարազոր է հանցագործության, իրականում լիքը հնարավորություն ունեն մարդիկ, ասենք այդ ապատեղեկատվության կամ դեզինֆորմացիայի համար կանչել պատասխանատվության, բայց այդ հարցազրույցից անցել է ավելի քան 1 ամիս։ Սրա մասին մարդիկ խոսում են
հանրային դաշտում, ընդ որում նաև ոչ միայն Facebook-յան գրառումներում կամ գրառումներով, այլ նաև ուղիղ խոսքով խոսում են 2 ամիս մոտավորապես բարձրաձայն, բայց սրա մասին տեղյակ են բոլոր զինծառայողները, ովքեր այդտեղ անցել են հերթափոխ, արել են հերթափոխ, դրա մասին տեղյակ են։ Շատերը ասեք ինչա տեղի ունենում այդ անցման հատվածում, այսինքն որպեսզի ես մանրամասները ասեմ, պետք է լինի տեսա ձայնագրություն, բայց մոտավորապես թե ինչ է տեղի ունենում, զննվում է զենքը, զինամթերքը, ուտելիքը, ինչ են տանում, եւ որոշ դեպքերում նույնիսկ նկարահանում են մարդկանց դեմքերը, եթե հրամանատարական կետից թույլ տվեցին, դա այդ մարդիկ կանցնեն, եթե թույլ չտվեցին, կասեն դու գնա, ուրիշ մեկը թող գա քո փոխարեն։ Մոտապես սա է տեղի ունենում։ Դժվար է պատկերացնել, իհարկե լիքը մարդ կա, ասում է, բայց լավ, այնտեղ ժամկետայիններին հո չեն թողնում գնալու, այսինքն ինչ տարբերություն ժամկետային, թե պայմանագրային, թե վարժական հավաքներով հայ զինվոր է, մեր մարտական եղբայրներն են, մեր ազգի զավակներն են։ Որ թվականից է որ դա այդ տրամաբանությամբ է գնում։ 21 թվականին, եթե հիշում ենք, տեղի ունեցավ ներխուժում Իշխանասարի լճի հատվածում, երբ ադրբեջանցիները եկան եւ այսպես տեղ-տեղ փայտերով, տեղ-տեղ զենքի սպառնալիքի տակ մեր զինվորներին ստիպեցին թողնել մարտական դիրքերը, գրակոց մնակոց տեղի չունեցավ, բայց փաստացի այսօր ունենք մի վիճակ, որ մեր որոշ դիրքեր մնացել են այսպես թշնամու առաջ եկած դիրքերի թիկունքում եւ այնտեղ հասնելու համար ստիպված են լինում հասնել իրենց դրած ուղեկալի միջով, կամ ուղեկալների միջով։ Եթե իշխանության ներկայացուցիչներից մեզ լսում են, ես կուզեմ, որ համարժեք արձագանք տակ այս ամենին, որտեղ տաղավարում, երբ որ մենք խոսում ենք, անդադար խոսվում է խաղաղության դարաշրջանի մասին ու որ հարցերը պարբերաբար լուծվում են։ Պետք է այսպես ընդհանրական մի հատ ներկայացնել, որն է խաղաղության դարաշրջանը, եթե քո սուվերեն տարածքում, ինչպես դուք եք ասում, հայ զինվորը տեղաշարժվելու խնդիր ունի։ Ոնց է դա լուծվելու, երբ է դա լուծվելու ու ոնց կարելի է դա համարել խաղաղության դարաշրջան։ Հիմա տեսեք, դա դժվար է սուվերեն տարածք համարել, որովհետև մենք այսօր Հայաստանի Հանրապետությունում չունենք սուվերեն տարածք։ Մենք ունենք ՀԽՍՀ վարչական սահմանների ներսում գտնվող տարածք, որովհետև այն ինչ էլ ասում ենք սուվերեն տարածք, եթե այսպես ասած մեր ողերի հարևան է եկել, ասենք Կոտական գյուղի Գեղարքունիքում Կոտական գյուղի վերևում դիրք է դրել, Կոտական գյուղը դարձել է բնակության համար ոչ պիտան, հիմա Կոտական գյուղը սուվերեն տարածք չէ, որտեղ այնտեղ ինչ ուզենան կանեն։ Սուվերեն տարածք չէ վերին շրջան, Կութը, հա, սուվերեն տարածք չի Աղբրաձորը նույնիսկ կամ սուվերեն տարածք չի Ջերմուկը։ Ինչն է սուվերեն տարածք։ Ինչն է, տեսեք, այն ինչ այդ տարածքում ինչ ուզենաս, կարող ես անես, այդտեղ գործում են քո օրենքները, բայց մենք պետք է փաստենք, որ Հայաստանի ամբողջ տարածքում Հայաստանի օրենքները չեն գործում, չի գործում սահմանադրությունը, որովհետև դրանց պահպանմանը կոչված պետական մարմինները, պետական պաշտոնյաները ամեն քայլափոխի խախտում են սահմանադրությունը, խախտում են Հայաստանի Հանրապետության օրենքները։ Հիմա տեսեք, ասենք, եթե գանք իշխանության համարժեք արձագանքին։ Ուրեմն եւ իմ հայտարարությունից առաջ եւ իմ հայտարարությունից հետո ԶԼՄ-ները հարցումներ ուղարկեցին Պաշտպանության նախարարություն կամ գլխավոր շտաբ, հա, պահանջելով պատասխան, արդյոք ճիշտ են այս տեղեկությունները եւ ինչ քայլեր են ձեռնարկվում։ Ընդ որում այդ պահանջը կա շատ վաղուց ոչ ԶԼՄ-ների կողմից, կա ընդդիմադիր падգամավորների կողմից, կա տարբեր հանրային գործիչների կողմից։ Պաշտպանության նախարարությունը 1 ամիս ժամանակ է վերցրել պատասխան ձևակերպելու համար եւ մոտապես այսպեսին է պատասխանը, որ Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է զանգվածային լրատվամիջոցներում եւ սոցցանցերում հայտնվող տեղեկատվությունը եւ ըստ անհրաժեշտության արձագանքում։ Միևնույն ժամանակ ավելացնում է, որ հերթափոխները կատարվում են բնականon։ Հա, հիմա բնականոնը իրենց դեպքում ինչ է, ես չգիտեմ, բնականon միգուցե այն է, ինչ մենք ասենք ականատես ենք եղել 21 թվականին, 22 թվականին, 23-ին, հա, բնականոնն ականատես ենք եղել 24 թվականին, հա, երբ ասենք էլի ինչ որ տեղերում, օրինակ ներքին հանդում, հա, մենք ունեցանք զոհեր, մենք 25 թվականին ունեցանք կրակոցներ այնտեղ հենց ներքին հատ գյուղի բնակելի տների վրա եւ ոչ մի պատասխան, այսինքն այս իրենց տեսանկյունից սա է բնականոնը։ Այ տեղի ունեցավ
24 թվականի գարնանը Տավուշում դիրքերի հանձնում, փաստացի տեղի ունեցավ տարածքի հանձնում, տեղի ունեցավ ՀԽՍ վարչական սահմանի ներսում գտնվող Բերքաբերի ջրամբարի ափին 63 հեկտար տարածքի փաստացի ամայացում, երբ նայում ես քարտեզով, այդ տարածքը Հայաստանի Հանրապետության տարածք է, ՀԽՍՀ տարածք է, բայց փաստացի այդ գյուղը այդ տարածքում սեփականության իրավունքով սեփականություն ունեցող սեփական հող ունեցող գյուղացիները չեն կարողանում այնտեղ անցնել, որովհետև ճանապարհները անցել են ադրբեջանցիների ձեռքերը, հանձնվել են ադրբեջանցիներին։ Մենք գործ ունենք նաև սեփականության իրավունքով իրանց գյուղում մարդկանց պատկանող տարածքի, գույքի խլում եւ փոխանցում ադրբեջանցիներին։ Գիտենք նաև, որ իրանցում 5 թե 6 բնակիչ հրաժարվում են փոխհատուցումից։ Իհարկե, այսպես չակերտավոր անձնական տվյալներ չհրապարակելու պատրվակով իրենց անունները չեն նշվում, բայց գիտենք նաև, որ մարդիկ կան, որոնք հրաժարվել են մարզպետարանի կամ պետության կողմից առաջարկված փոխհատուցումից։ Ու պետք է հասկանանք նաև, հա, թե ինչ փոխհատուցում պիտի լիներ տեղի ունեցել, պիտի հասկանանք նաև, թե այդ փոխհատուցումը ում հաշվին է, հա, ում հաշվին, պետական բյուջեն կառավարության սեփականությունը չէ կամ իշխանության սեփականությունը չէ, պետական բյուջեն գոյանում է հանրության միջոցներից, հա, իմ ու քո գրպանից, իմ ու քո վաստակած միջոցներից, իմ ու քո վճարած հարկերից։ Եվ մենք այստեղ գործ ունենք մի վիճակի հետ, որ սահմանադրական պարտականություն, պարտավորություն ունեցող մարմինները իրենց ուղիղ պարտականությունները չեն կատարում եւ պատրաստվում են ամանորի նախարարի խոսքերն են մեջ բերում։ Պատրաստվում են ամանորի։ Նույն նախարարը այդ նույն Սևլեջի դեպքերի ժամանակ հարսանեկան պարեր փորձում։ Վստահաբար կարող եմ ասել, որ մի քանի օր հետո նախարարը նշանակվեց, մի քանի օր հետո գնաց Արենջից վերև գտնվող մի հյուրանոցա ռեստորանային համալիրում մեծ շուկով հարսանիք արեց մի քանի 100 հյուրերով եւ հարսանեկան պարել պարեց։ Եվ գործ ունենք այստեղ իրականում դավաճանական վարկագծի հետ։ Դավաճանել են պետության շահերը, դավաճանել են ազգի շահերը, դավաճանել են ժողովրդի շահերը, ուրացել են իրենց երթումը, որը երբևէ տվել են, ուրացել են իրենց ուղիղ պարտականությունները եւ մեզ հրամցնում են ինչ-որ էժանագին շոու, ելի մեր փողերով վճարված։ Պարոն Քերոբյան, այդ հատվածում, որտեղ որ խնդիրներ կան զինծառայողների անցնելու հետ կապված, որ ասում եք ստուգում են ճշնամական կողմից, եղել են դեպքեր, երբ թույլ չեն տվել որևէ պատճառաբանություն բերելով։ Էլի որ ասեմ դեպքեր եղել են, դի անուն ազգանունները ասեմ, չեմ ասի անուն ազգանուններով։ Չէ, եթե դեպքեր եղել են, ինչ հիմքով օրինակ։ Ուրեմն թույլ չեն տալիս ուղակի դուրս գալ այնտեղից։ Պիտի անպայման փոխարինող գա, որպեսզի ինչ որ մեկին թույլ տան։ Փաստացի այնտեղ պատանդարված են զինվորները եւ կարող է ծանր հնչի մեր ունկնդիրների համար, բայց նպատակը մոտավորապես այսպեսին է, որ ցանկացած սրացման պարագայում ունենան մի քանի տասնյակ կամ 100 գերեվարված հայ զինվոր, որոնց մորթվելը ցույց կտան ուղիղ եթերում։ Ինչպես ցույց են տվել նախորդ ժամանակ, հա, ցույց են տվել 23 թվականին, ցույց են տվել 22 թվականին, ցույց են տվել 20 թվականին, 16 թվականին, հա, ցույց են տվել։ Ցույց են տվել, ուզում եմ մեր ունկնդիրներին, անգամ սրացման դեպքում մենք չենք կարողանա զենք տեղափոխել։ Ճիշտ եմ հասկանում, դա խոչընդոտների կհանդիպի։ Իհարկե, էլի սրացման դեպքում ով է քեզ քո որ թշնամին է թույլ տալու զենք տեղափոխես իր թիկունքում գտնվող զինվորներին։ Ես ուզում եմ մեր ունկնդիրներին եւ դիտողներին հիշեցնել 22 թվականին գերեվարված եւ գնդակահարված եւ մորթված 5 հայ զինծառայողներին, կին զինծառայողներին, հա, որոնց վրեժը ոչ ոք չի լուծել, որոնց տղաներին թույլ չեն տալիս գնան ծառայության, հա, գանեն, որին որդուն ես անձամբ ճանաչում, իր տղային թույլ չեն տալիս գնաց, թույլ չեն տալու, չեն զորակոչելու ծառայության, չնայած զորակոչային տարիքը արդեն հասել է, հա, ծառայում էր Գեղարքունիքում, Վարդենիսում, հա, եւ այդ սարսափելի կադրերը ուղղակի եթե ինչ-որ մեկը մտածում է որ խաղաղության դարաշրջան է եկել, թող գնալ այդ սարսափելի կադրերը մի հատ իրենց հիշեցնեն եւ հասկանան թե ում հետ մենք գործ ունենք, եւ դիմացից եւ մեր ներսից։ Ինչ պիտի անել լավ այս դեպքում։
իշխանությունը չի անում այն ինչ որ պիտի անի։ Համապատասխան կառույցները, թվում պաշտպանության նախարարությունը չի անում այն ինչ որ պիտի անի։ Ինչ կարելի է համընդհանուր այսպես իմաստով անել, որպեսզի իրավիճակը բարելավվի։ Այսինքն կա այսպեսի մի իմաստություն, հա, որ եթե ունես ռազմավարություն, բայց չունես մարտավարություն, դու քո նպատակին կհասնես ուղղակի մի քիչ ավելի ուշ, բայց իսկ եթե ունես մարտավարություն, բայց չունես ռազմավարություն, միևնույնն է պարտված ես։ Հա, եւ եթե այս տեսանկյունից նայենք, եւ դա ճիշտ տեսանկյունն է իմ կարծիքով, մենք պետք է ունենանք երկարատև ռազմավարություն։ Պետության զարգացման, զինված ուժերի զարգացման եւ կայացման, հա, որովհետեւ մեր զինված ուժերը իրականում 20 թվականից այս կողմ կրել են մի քանի ծանր հարված, որից դուրս չեն եկել նաեւ հոգեբանական առումով այն իմաստով, որ եկել են Արցախից մի քանի հազար նաեւ զինվորական, որոնք մտել են ծառայության, որոնք չեն անցել հոգեբանական վերականգնման փուլը, հոգեբանական վերականգնման գործողության միջով չեն անցել։ Զինաթափվել են մարդիկ, հա, իրենց հրամանատարների պահանջով վայր են դրել զենքերը, դա ես ինքս հրամանով չեմ վայր դրել զենքս 20 թվականի պատերազմից հետո, մեզ եկել են հերթափոխել են, արձակվել ենք ծառայությունից, դրա համար ենք հանձնել զենքերը, բայց ես գիտեմ թե ինչ բան է դա, անձամբ գիտեմ թե դա ինչ բան է, ինչքան ստորացուցիչ է հանձնել զենքը, գիտես որ կռիվը պարտվել ես, հա, եւ գիտես որ դեռ կռիվ կա անելու։ Կռվից անմիջապես հետո 20 թվականի ես երբ ընկերների սոցցանցերի միջոցով հայտնեցի վերադառնալուց մասին, վերջում ավելացրեցի, որ ավելի լավ է կռիվ լիներ եւ դեռ կռվելուց լինեինք։ Հիմա էլ եմ կրկնում, ավելի լավ է կռիվ լիներ եւ դեռ կռվելուց լինեինք, չանցնենք այս ստորացման միջով։ Հիմա թե ինչ պետք է անել, այո, պետք է գրել եւ իրագործել այդ ռազմավարությունները պետության կայացման, զինված ուժերի իրական բարեփոխման, ոչ թե ինչ որ բուտաֆորիկ համազգեստ, այսպես հատվածային զենքեր են գնում, բայց համակարգեր չեն ստեղծում, համակարգաստեղծ միջոցառումներ չեն անում, համակարգը հակառակը քանդում են, հա, այսպես բուտաֆորիկ ատեստացիայով, հագուստ փոխելով, արտահագուստ փոխելով մի քանի անգամ, ես պետք է ասեմ, որ այս ամերիկյան արտահագուստը դաշտային արդեն երրորդն է երևի, որը փոխվում է այս 20 թվականից հետո։ Մի երկու անգամ քաղաքացիականների հագուստն են փոխել ձևը եւ կազմվածքը։ Պետք է իրագործել ռազմավարությունները, ընդ որում դրա մասին շատ ենք խոսում, Պարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի մասին, որը պետք է ներառի ոչ միայն Հայաստանի պետական մարմինները, համայնքները եւ քաղաքացիներին, այլ բոլոր նրանց, ովքեր Հայաստանում ունեն շահեր, դրանք պարտադիր չեն լինեն հայեր կամ Հայաստանի քաղաքացիներ, սփյուռքը, եկեղեցու կառույցները, եկեղեցիների կառույցները, մենք ունենք առաքելական եկեղեցուց բացի նաեւ կաթողիկ եկեղեցի, ավետարանչական եկեղեցի, բոլոր նրանք, ովքեր Հայաստանում ունեն կենսական շահեր, պետք է մասնակցեն Հայաստանի պաշտպանության եւ անվտանգության համակարգի կառուցմանը եւ կայացմանը։ Պետք է մենք կարողանանք մոբիլիզացնել մեր ռեսուրսները ամբողջ աշխարհով։ Եթե փողոցում քայլենք եւ հարցում կատարենք 100 մարդուց 99-ը չի կարող պատասխանել, չի կարողանա պատասխանել թե ինչ պետք է ինքը անի, եթե հանկարծ Երևանի կենտրոնում դեսանտ իջեցվի թուրքական կամ ադրբեջանական։ Իրենք չգիտեն ինչ պետք է անեն։ Չեն կարող, պատրաստված չեն, մարզված չեն, չգիտեն իրենց անելիքը, չգիտեն մարտի մեջ մտնելու իրենց հերթականությունը, չգիտեն այս ստորաբաժանումը կամ այդ ստորաբաժանման տեղակայումը, որտեղ իրենք կցագրված են, ում ինչ կազմով, ինչ զենքով, ինչ դերում, հա։ 20 թվականից հետո անդադար խոսվում էր, որ մենք այս պարտությունից պետքա դասեր քաղենք։ Անցել է 5 տարի։ Ինչ դաս ենք քաղել մենք այս պարտությունից։ Ուրեմն գլխավոր դասը, որ քաղել ենք, այն որ այսօրվա իշխանությունները, որոնք այն ժամանակ են իշխանություն, բացարձակ ստախոս են։ Բացարձակ չկա մի բան, որ ճիշտ ասեն։ Նորից եթե ինչ որ բան ասում են, որ այս բանը կարող է ճիշտ թվա, մի քանի օր հետո կամ մի քանի ժամ հետո կհերքեն եւ մի մեծ ստով կպարտակեն իրենց նախորդ ասած ստերը։ Տեսեք, այսպես մեծ շեփորահարում էին, որ քննիչ հանձնաժողովներ են կազմել եւ 16 թվականի պատերազմի հետ կապված, հա, եւ 20 թվականի պատերազմի հետ կապված, բայց եթե 16 թվականին ինչ որ բան տեղի, 16 թվականի հանձնաժողովի հետ ինչ որ բան տեղի ունեցավ, 20 թվականի հանձնաժողովի եւ կազմումը եւ դրա ամբողջ աշխատանքը ուղղակի թատերական բեմականացում էր, ցույց տալու համար, ընդհանրապես ցույց տալու համար, որ ինչ որ բան անում են,
Բայց եթե բերեմ իմ օրինակը, ես պատերազմի նախորդող շրջանում եղել եմ պաշտպանության ոլորտում, ռազմական անվտանգության ոլորտում, բարձրացիչ եմ պաշտոնյա, պատերազմի անմիջական մասնակից եմ, պատերազմից հետո նույնպես մասնակցել եմ մարտական գործողությունների 22 թվականին, եղել եմ ձենքը ձեռքից եղել եմ դիրքերում, եւ ինձ չեն կանչել արձակնության։ Ինձ չեն կանչել նույնիսկ զրույցի։ Ինձ փողոցում մարդիկ տեսնում են, ամեն ինչի մասին կարող են խոսել, բայց ոչ դրանից։ Հիմա ես կարծում եմ, որ ես միակը չեմ։ Համոզված եմ, որ միակը չեմ։ Եվ համոզված եմ, որ ում էլ որ կանչել են, խոսել են կամ արձանագրել են այնքան, ինչքան իրենց ձեռք է տվել, որ նույնիսկ այդ զեկույցի հրապարակման, ամբողջական հրապարակման պարագայում հանկարծ իրենց անունը որպես մեղավորների ցուցակում չնշվի։ Հիմա նույն մարդիկ հարց են տալիս ընդդիմությանը, թե ինչու չեն մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին, ինչու չեն գործուն մասնակցություն ունեցել կամ բերել իրենց նպաստել այդ զեկույցի կազմմանը։ Ես երկու պատասխան ունեմ դրան։ Տեսեք, թե ընդդիմությունը ընդհանրապես ինչ է կարողացել անել, իսկ ի զորու եղել է երբևէ որևէ բան փոխելու, ոչ 24 թվականին կանխեցին Հայաստանի հողերի հանձնումը, որ 23 թվականին կարողացան ինչ-որ բան անել Արցախի հայաթափման եւ հանձնման հետ կապված, ոչ 22 թվականին կարողացան ինչ-որ բան անել, ոչ 21 թվականին կարողացան գոնե այնպես անել, որ նույնիսկ իրենց ցուցակով անցած падգամավորները չլքեն իրենց շարքերը եւ այսպես անկախ падգամավորների կարգավիճակով չքվեարկեն իշխանության բերած օրինագծերին կողմ, հա, ոչ մի բան չեն կարողանում անել։ Բայց շարունակում են մնալ։ Շատ ժամանակ չի մնացել իհարկե, բայց շատ ժամանակ անցել է, որ կարող էին անել, չեն կարողացել ու շարունակում են մնալ։ Իհարկե, եւ դրա հետ միասին, ասենք մենք իշխանությանը հարցեր տալուց առաջ կամ իրենց հարցեր տալու փոխարեն պետք է ընդդիմությանը, այսպես տիտղոսային ընդդիմությանը հարցեր տանք։ Դարեք ինչ եք անում ընդհանրապես։ Այս աղջիկերքին հարցեր չունեմ միմիջայլոց, հա։ Թագուհին Թովմասյան, Աննան Մկրտչյան, Աննան Գրիգորյան, Քրիստինե Վարդանյան, Ագնեսա Խամոյան, Ասպրամ Կրպեյան ակտիվ են, ինչ որ բաներ անում են, բայց այդ մարդկանցով ոչի։ Միայն այդ կամ մարդկանցով ոչի։ Լիլիթ Գալստյան, չեմ զլանա անունը հիշել եւ հիշեցնել, հա։ Շատ ակտիվ են, բարձրացնում են հարցերը, բայց օրինակ այս հարցը, ռազմարտությունաբերության հարցը, հա, այն դիրքերի հարցը, ռազմարտությունաբերության հարցը, բանակում բարեփոխումների, իրական բարեփոխումների ընթացքի մասին հարցերը պիտի բարձրացվեն ամենօրյա ռեժիմով։ Այդ հարցերը առանց մանդատ ունենալու էլ հնարավոր է բարձրացնել։ Մանդատ ունենում են, որպեսզի այլ մակարդակներում դա բարձրացնեն, այլ ձևաչափերով բարձրացնեն ու դրան գոնե մի տոկոսով արդյունք լինի։ Դե հիմա ես բերեմ օրինակ շատ վառ օրինակ Հայակվեի օրինակը։ 2023 թվականի ամռանը Հայակվեն նախաձեռնվեց, որպես քաղաքացիական օրենսդրական նախաձեռնություն, որպեսզի քրեականացվի ցեղասպանության ժխտումը, հա, ժխտողականությունը եւ Արցախը այլ պետության կազմում ճանաչելը։ Դա այդ գործողությունները քրեականացվեն։ Մենք գիտենք թե ինչ տեղի ունեցավ Հայակվեի նախաձեռնության հետ, գնաց հավաքվեց բավականաչափ ստորագրություն, որպեսզի նախաձեռնությունը, օրենսդրական նախաձեռնությունը մտնի խորհրդարան, ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում, պետաիրավական հարցերի հանձնաժողովում մերժվեց։ Այդ ժամանակ արդեն Արցախը հայտարարվել էր եւ հանձնվել Թուրքին, հա, բայց ինչ պետք է արվեր մինչ այդ խորհրդարանական ընդդիմությունը պետք է վերացնել արդեն այդ օրինագիծը, հա, որովհետեւ դա շատ ավելի արագ է։ Խորհրդարանական ընդդիմության բերած օրինագիծը նույնիսկ այդ գլխադասային հանձնաժողով մերժում ստանալու պարագայում կարող է եւ պետք է մտնի լիագումար նիստերի օրակարգ եւ այնտեղ քվեարկվի։ Հայակվեի բերած օրինագիծը չքվեարկվեց նույնիսկ, որովհետեւ այն կարգավիճակը չուներ, իսկ հաջորդ քայլը պետք է լիներ սահմանադրական ըստ սահմանության պետք է լիներ հանրաքվեի դնելու հարցը, որի համար անհրաժեշտ է լինելու 300,000 ստորագրություն։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչ ահռելի տիտանական ջանքեր են դրա համար պահանջվում, ասեմ, որ 58,000 ստորագրությունը հավաքելու համար պահանջվեց 1 ամսից մի փոքր ավել ժամանակ,
2 ամիս է տված այդ ստորագրավակի համար։ Բայց դրան զուգահեռ հիշենք, որ Եվրամիության անդամակցության հարցը նույն կերպ էր, որ քննարկվում էր ու կարծես թե ոչ խորհրդարանական ընդդիմությունը ձևավորեց այդ հարցը տարավ, բավականին լավ առաջ գնաց։ Որովհետև կար պետպատվեր, տեսեք, դրա համար կա պետպատվեր, եւ ամեն ինչ արվել է հոգուտ դրա, այսինքն չի եղել իշխանության կողմից խոչընդոտում, իսկ հայակվեի ժամանակ կար խոչընդոտում պետական մարմինները, համայնքապետարանները, որոնք ըստ օրենքի պարտավոր են տարածք տրամադրել անմիջապես կենտրոնական ընտրական հանձնաժողովում օրենսդրական նախաձեռնությունը գրանցելուն պես, որոշ տեղերում 3 շաբաթ հետո նոր տրամադրվել է ինչ-որ հեռու միջանցքում, երկրորդ հարկում ինչ-որ ծայրում տարածք, որտեղ իրականացվել է ստորագրավակը։ Հիմա հայակվեն հանրագիր է պատրաստում թոշակների բարձրացման, բայց քանի որ սա օրենսդրական նախաձեռնության կարգավիճակով չեն կանում, այսինքն հանրագրի կարգավիճակով են կանում, այստեղ արդեն մեր սեփական միջոցներով են կանում, այսինքն ստորագրահավաքը կազմակերպվում է այն տարածքներում, որտեղ սեփական միջոցներով են ձեռք բերել եւ ամեն ինչ արվում է արդեն առանց նույնիսկ խորհրդարանական ընդդիմության ներգրավման, որովհետեւ պարզ է, որ այս ընդդիմությունը որևէ բանի իրապես չէ աչակցել։ Եթե չխանգարեն, լավ կլինի։ Բայց եթե վերադառնանք այն հարցին, որը որ մենք քննարկում էինք, ռազմավարության հարցին, բանակի հարցերին, մենք ունենք падգամավորներ, որոնք նախկինում բարձրաստիճան զինվորականներ են եղել։ Պաշտպանության նախարար չասեմ, բայց գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարն եղել, եղել են մարդիկ, որոնք Արցախի օրինակ Արցախի հանրապետության նախագահի խորհրդական է եղել, եւ այլն։ Ու պետք է այս հարցերը իրենք բարձրացնեն, ոչ թե մի անգամ ասելու համար, պետք է այս հարցը բարձրացվի եւ դառնա օրակարգի վերևի գլխավոր հարցը։ Չպետք է խոսվի օրինակ ճանապարհային երթևեկության վիճակից, եթե այս հարցը չի լուծված։ Չպետք է խոսվի, չգիտեմ, սոցիալական ապահովության հարցերից կամ առողջության պարտադիր ապահովական հարցերից, եթե Հայաստանի տարածքը ռազմակալված է եւ բանակը առաջադրանք չունի այդ տարածքը ազատագրելու։ Չպետք է այլ հարցերի վրա իրենք ժամանակել ծախսեն նույնիսկ։ Միակ հարցը պետք է լինի սահմանության խախտումները եւ ընդհանրապես ժողովուրդն էլ պետք է հասկանա, որ խորհրդարանական ընդդիմությունը հետամուտ է օրինախախտ գործունեությանը, այսինքն իրենք պահանջատեր են ժողովրդի կողմից դրվող պահանջներին, իրենք ժողովրդական падգամավորներ են, սա ազգային ժողով է, ոչ թե կուսակցությունների խորհրդակցությունների սենյակ։ Կռիվների սենյակ։ Կամ էլ կռիվների, վեճերի։ Շնորհակալ եմ ձեզ, պարոն Քերոբյան, հուսանք, որ արձագանք կլինի ու դրական կերպով կլուծվի հարցը ու իշխանության ասած խաղաղության դարաշրջանը գոնե ինչ որ միտեղ տեսանելի կլինի։ Այստեղ կվիճեմ, որովհետև իշխանության ասած խաղաղության դարաշրջանը ամենևին խաղաղության դարաշրջան չէ, այս իշխանությունները միայն պատերազմներ եւ աղետներ են բերել հայ ժողովրդի գլխին, խաղաղության դարաշրջանը կլինի այն ժամանակ, երբ մենք ունենանք համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգ ներդրված, երբ կլինենք 3 միլիոն սուր եւ թունավոր փշերով ոզնի, որի վրա ցանկացած իրեն առյուծի կամ փղի տեղ դրած հարևան կվախենա նստել։ Այո, շնորհակալ եմ ձեզ, մեզ հետևողներին հիշեցնում եմ, որ Թարմ ուղեղով իմ զրուցակից Ավետիք Քերոբյանն է, Ռազմարտությունաբերության կոմիտեի նախկին նախագահը, Հայաքվե միավորման խորհրդի անդամը, կհանդիպենք։